Դաշնակահար Երևանյան կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի հանդեպ մեծ երախտագիտությամբ ու սիրով սոնետ դաշնամուրային դուետը հատուկ հոբելյանական համերգ է նվիրում Սարաջյանի 80-ամյակին։ Նախաձեռնությունն իրականացվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հետ, եւ մայիսի 13-ին Սարաջյանի արվեստն ու վաստակը գնահատողներին հրավիրում են Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն, միասին շնորհավորելու տաղանդավոր երաժշտին ու մանկավարժին։ Սերգեյ Սարաջյանը Սարաջյանների երաժշտական հայտնի ընտանիքի արժանի ժառանգորդն է, մի ընտանիք, որ տարիներ շարունակ կատարողական վարպետության, ճաշակի ու նվիրումի բարձր նշաձող է սահմանել ազգային երաժշտարվեստում։ Ընդհանրապես լինել ցանկացած երաժշտական դպրոցի հետևորդ, ավանդույթների կրող եւ շարունակող, դա իհարկե պատվաբեր է եւ նաեւ պատասխանատու, հատկապես եթե այդ վերաբերում է նման բարձրակարգ եւ ազնվական երաժշտական տոհմին, ինչպիսին է Սարաջևյան երաժշտական ընտանիքը, որի հիմնադիրը Գեորգի Վարդովիչ Սարաջևն է, ում դասարանում իդեպ նույնպես պատիվ եմ ունեցել ուսանել, ով Պետերբուրգից դաշնամուրային կատարողական արվեստի լավագույն հատկանիշները բերեց Հայաստան եւ ըստ էության դարձավ հայկական դաշնամուրային կատարողական արվեստի հիմնադիրներից մեկը։ Հիմա արդեն հետադարձ հայացքով գնահատելով Սերգեյ Սարաջյանից ստացած դասերը, նրա ուսանողները բացի մասնագիտական հմտություններից ու գաղտնիքներից բարձր են գնահատում նաև նրա ազնվազարմ բարեկրթությունը, մեծ ինտելեկտն ու յուրաքանչյուր առանձին ուսանողի անհատականությունը գնահատելու բացառիկ կարողությունը։ Մեր ամեն մի դասը դա չի եղել ուղղակի այսպես հերթական ինչ-որ մի օր կամ ժամ, դա եղել է գիտելիքների տարապ, որը որ նույնիսկ ուղղակի շփում է իր հետ, արդեն կարող ես ամեն վարքան ինչ-որ բան վերցնել իրենից։ Շատ մեծ տեղ եմ տալիս նրա ինդիվիդուալ մոտեցմանը։ Սոնետ դաշնամուրային դուետը ստեղծվել է 2003-ին, երբ արժանացան Հռոմի միջազգային մրցույթի հատուկ մրցանակին։ Արդեն 22 տարի ընտանեկան դուետը մայր եւ դուստր նվագում են Հայաստանում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Բելգիայում եւ Իտալիայում, աշխատել են տասնյակ բարձրակարգ երաժիշտների հետ, բայց որպես դուետ կատարյալ ներդաշնակություն են ստեղծում բեմում։ Ես երջանիկ եմ, որ մենք սիրով ենք միասին թե կատարում, թե պարապում, թե նոր ծրագրեր մշակում, դա էլ ավելի մեզ իհարկե մտերմիկ է դարձնում եւ էլ ավելի այսպես ոգևորում է, ոգեշնչում է, որ մենք մեր սիրելի մասնագիտությամբ շարունակենք զբաղվել։ Իհարկե լինում են դեպքեր, երբ մենք հակասական ինչ-որ թեմաներ ենք ունենում, ինտերպրետացիոն ու տարբերություններ ենք ունենում, որովհետեւ մենք շատ տարբեր ենք անկեղծ ասած, բայց կան նաև շատ կետեր, որոնք որ նույնիսկ չպետք է խոսենք, դա ինքնաբերաբար այդպես է ստացվում, որը որ ինձ թվում է մենակ բնությունը կարող է անել։ Հիմա էլ դաշնամուրային հատուկ ծրագիր են կազմել, որում Ֆորեից, Շուբերտից, Պուլենկից, Ռախմանինովից բացի կներկայացնեն նաև Գեորգի եւ Սերգեյ Սարաջյանների մշակումները, յուրահատուկ սիրո խոստովանություն սիրելի ուսուցչին։ Նոնե Ալեքսանյան, Արամ Հարությունյան, լուրեր։